Ողջույն սիրելի Աստծո ժողովուրդ, մի հրաշալի տեղ կարդանք Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Ասում եւ Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ դուրս արավ տաճարի մեջ բոլոր ծախողներին եւ առնողներին եւ փողների սեղանները եւ աղավնի ծախողների աթոռները կործանեց եւ ասեց նրանց գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի եւ դուք ավազակների այր եք արել դրան։ Շատ ցավալի է, երբ որ այն վայրը, այն տունը, որ Տերը հիմներ է, արարել է, ստեղծել է որպես աղոթքի տուն, մարդը սարքում է ավազակների այր։ Գնանք տեսնենք առաջին Աստծո տունը ով է։ Առաջին Կորինթացիս թուղթ 3-րդ գլուխ 16 խոսքից ասում է չգիտեք որ դուք եք Աստծո տաճարը, Աստծո տունը եւ Աստծո հոգին բնակվում է, բնակված է ձեզանում, բնակված է արդեն ձեզանում։ Եթե մեկն Աստծո տաճարը ապականեր, նրան էլ Աստված կապականեր, որովհետեւ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Այսինքն մարդ արարածը Աստծո տաճարը նախքան Աստծո տաճար եկեղեցի շինություն կառուցելը Աստված իր հոգին դրեց մարդու ներսում առաջի Աստծո տունը տաճարը եկեղեցին դա մարդն է եւ Աստված ուզում է մարդուն տեսնել որպես աղոթքի տուն, աղոթող տուն, աղոթքի մարդ։ Աստված այդպես է մարդուն ստեղծել, բայց մարդը մեղ գործելով, անօրություն գործելով դադարեց, ընկավ Աստծո փառքից, հեռացավ Աստծո փառքից եւ դարձավ մարդու ներսը ավազակների այր, դարձավ առևտրի կենտրոն մարդի ներսը։ Դրա համար էլ այդպիսի մարդը, որտեղ որ գտնվում է ներսով ավազակների այրը, բայց արտաքինից ցույց է տալիս Աստվածապաշտ եւ նույնպես էլ այն կառույցը, շինությունը, որտեղ ինքը կսարքա, կառուցա, կծառայա իբր թե Աստծուն, այդ վայրն էլ կլինի ավազակների այր, որովհետեւ մարդու ներսից է, ինչպես ներսն, այդպես էլ շրջապատը կլինի։ Դրա համար Տերն ուզում է, որ մենք այսօր լինենք աղոթքի տուն, աղոթող մարդ եւ լինենք սուրբ, որ մենք Աստծո տաճարն ենք, ինչքան էլ մեղանչենք, սայթաքենք, սխալվենք, դառնանք, ապաշխարենք եւ